Տեղի ունեցավ Վանաձորի ծննդատան բացման պաշտոնական արարողությունը։ Ծննդատունը կառուցվել է Կարապետյանների ընտանիքի և անձամբ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրումներով։ Բացման արարողությանը ներկա էին վաստակաշատ մանկավարժ Սարգիս Կարապետյանը, առողջապահության նախարարն ու Նարեկ Կարապետյանը։ Հիսունչորս տարվա մանկավարժ Սարգիս Կարապետյանը հուզված էր և ժապավենը կտրելիս և ելույթի պահին։ Շնորհավորանքի խոսքեր ու բարի մաղթանքներ։ Ցանկությունն է, որ հայ կանայք մայրանան իրենց արժանի պայմաններում։ Հիմա դա լիարժեք հնարավոր է։ Գերժամանակակից ծննդատունը հնարավորություն կտա մարզի տարածքում օգտվել անհրաժեշտ բոլոր ծառայություններից։ Նախկինում պայմաններից ելնելով ուղղությունը մայրաքաղաք էր, հաճախ վտանգներով լի։ Հիմա գորշ պատերն անցյալում են, փոխարինվել են միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններով և որ կարևոր է, անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Բարի վայելում, ասում է Կարապետյանը։ Շնորհավորում եմ ձեզ, կանացորդիներ, և ցանկանում եմ, որ ձեր հարցերը, որոնք մուտք կգործեն այս հիվանդանոցը, բարի ծնունդ ունենան, առողջ լինեն, իրենց բալիկներով անփորձ մեծանան, հասնեն իրենց նպատակին, իրենց մուրացին և արժանի լինեն մեր Հայաստանին։ 5 տարի առաջ, երբ պետությունը հանձն առավ հիվանդանոցի կառուցումը, պարզվեց միջոցները չեն բավարարում ծննդատան կառուցման համար։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որոշումն օրակարգային նշանակություն ուներ։ Հայտարարեց, իր ընտանիքը կհոգա ծննդատան կառուցման բոլոր ծախսերը։ Բուժաշխատողները ոգևորությամբ ընդունեցին լուրը, բայց ավելին է արվել, ասում են։ Նման շքեղ պայմանների մասին չէին էլ կարող երազել։ Մի շենքային պայմաններ, որտեղ ծնարանները գտնվում են երկրորդ հարկում, վիրահատարանները առաջի հարկում և կրիտիկական վիճակներում նույնիսկ չկար վերելակ, որ հիվանդին տեղափոխենք։ Հիվանդին գրկում էինք պատգարակի վրա և մի կերպ տեղափոխում։ Գումարած սարքավորումները, գումարած ամենակարևոր բանը, 4 առանձին ծնարաններ, մոր և երեխայի համատեղ կեցության պալատներ, բոլոր պալատները հագեցած են անհրաժեշտ ամեն ինչով և ամենակարևոր բանը, որ կուզեի նշել, դա այսօր ախտորոշման և անհետաձգելի օգնության կազմակերպման համար ամեն ինչով հագեցած է Վանաձորի մանկաբարձակգինեկոլոգիական բաժանմունքը։ 2 վիրահատարաններ հագեցված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Իդեալական, առանց խոսքի։ Ինքներդ տեսնում եք, ինչպիսի պայմաններ են շահագործման հանձնել, ինչպիսի հրաշալի պայմաններ են և բուժաշխատողի համար և նաև ազգաբնակչության սպասարկման համար հրաշալի պայմաններ, առանց մեկնաբանության, իդեալական պայմաններ։ Հաստատի 3 հիմնական խաղացող է եղել այս հիվանդանոցը կառուցելուց, այս բժշկական կենտրոնը, դա պետությունն է, որը կառուցել է ստացիոնար բաժանմունքը հիվանդանոցային, դա Տաշիր բարեգործական հիմնադրամն է, որը կառուցել է ծննդատան մասնաշենքը և դա Համաշխարհային բանկի վարկն է, որը հագեցրել է ամբողջ հիվանդանոցը։ Մինչ բացման արարողությունը վաստակաշատ մանկավարժ Ամալիա Կարապետյանի անվան մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում լույս աշխարհ էր եկել առաջին փոքրիկը։ Ընտանիքը ծննդատան առաջին տան 4-րդ երեխային Ամալիա անվանեցին՝ ի երախտագիտություն Կարապետյանների ընտանիքի։ Ով եթե ոչ 4 անգամ փոքրիկ լույս աշխարհ բերած կինը կհասկանար նախկին ու ներկա պայմանների տարբերությունը, անհամեմատելի են։ Երբ որ ծնվեց բալիկս, տեսնելով անձնակազմի մեծ ոգևորություն ու ծննդատան մուտքի մոտ մտնելով հենց անուն ազգանունը կարդալով, որոշեցինք, որ պետք է հենց եթե առաջինն է ու առաջին աղջիկ երեխան է, ինչը չէի պատիվ Ամալիա Կարապետյանի թող կրի այդ անունը։ Ես դա որպես փոքրիկ երախտագիտություն, այսքան մեծ գործ, այս մեծ նվերը մեզ պարգևելու համար։ Ամեն ինչը կա, մնում է բժիշկը տիրապետի հետ ապարատուրային, ճիշտ օգտագործի, ճիշտ դիագնոզը տա, բուժումը ճիշտ նշանակի, տեղորայքը, որպեսզի հիվանդը առողջանա։ Կարապետյանների ընտանիքը բարի լուրին արձագանքեց ժամեր անց։ 2 միլիոն դրամ փոքրիկ Ամալիայի ընտանիքին։
500 ԱՄՆ դոլար ծննդատանը լույս աշխարհ եկած երկրորդ երեխային եւ իհարկե Նարեկը, որը աստվածային գիրք ու հայկական աստվածաշունչ են անվանում, որպեսզի ծննդատան գործունեության հիմքերը դրվեն օրհնված եւ մեկնարկը ազդարարվի օրհնություններով։ Կարապետյանների ընտանիքի կառուցած ծննդատունը որպես նվեր արդեն հանձնվել է պետությանը։ Հերթական խոշոր ներդրումը միտված էր պայմանների բարելավմանն ու ծնելիության մակարդակի խթանմանը։ Եվ ինչպես հայտարարել է Կարեն Կարապետյանը, ընտանիքի բարեգործական ծրագրերը շարունակվելու են։ Այսօր արդեն փոքրիկ Ամալյան դպրոցական աղջնակ է, ում ծնունդը յուրահատուկ խորհուրդ ու պատմություն ունի։